մարդիկ են, որոնք որ շատ անգամ դուրս են գալի, ման են գալի փողոցներում ու երբ որ մենք փողոցներում ման են գալի, բազմաթիվ մարդիկ են հանդիպում մեզ, որոնցից շատերին մենք չենք ճանաչում եւ չճանաչելով նրանց մենք չենք կարող ասել ով է հավատացյալ, ով չէ։ Ման ես գալի, մարդուն տենում ես։ Իհարկե կան մարդիկ, ովքեր որ այսօր այնքան բացահայտ իրանց հավատքը ցույց են տալի երեսին խաչ քաշելով, բայց դա էլ չափանիշ չէ, որ մենք կարողանանք ասենք, որ այ սա հավատացյալ է, նա չէ։ Բայց մենք պետք է հիշենք, որ եթե մենք չգիտենք, մինչև որ հանդիպենք այդ մարդու հետ խոսանք ու վերջիվերջով նրա ներքնաշխարհը տեսնելով կարողանանք գոնե պատկերացում ունենալ, Աստված ամեն ինչ գիտե, Աստված գիտե իր ժողովուրդը։ Ու այսօրվա մեր գլխավոր նպատակը, ինչպես եղբայրներն հիշեցրեցին, ես էլ եմ ուզում ասել, մեր գլխավոր նպատակը, որպեսզի մենք կարողանանք հասկանանք, որ մենք ինչքան կարևորություն ունենք մեր կյանքի մեջ, ամեն ինչ անելու, որպեսզի ասելով, որ ես Աստծո մարդ եմ, կարողանամ համոզված հաստատ գիտենալ, որ իրականում ես այդպեսին եմ։ Եվ ոչ թե ուղղակի խոսքեր, որն որ կարող է ասեմ, բայց այդ խոսքերը չունի իր նպատակը։ Նորից եմ ասում, Աստված ամեն ինչ գիտե, ով է Իրանը, ով է աշխարհինը, եւ դրա համար մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի մենք ինքներս ոչ թե նայենք մեկ ուրիշին, այ նա ինչ է, մեկը ինչ է, երրորդը ինչ է, կամ ինչպիսի հավատք ունի, այլ ես ինչպիսին եմ, ինչպիսին է իմ կյանքը եւ այդ կյանքի մեջ ինչպես եմ բացահայտում իմ հավատքը։ Դուք հիշում եք, երբ որ ժամանակին դեռ մի քանի հազար տարի առաջ Աստված, Եհովա Աստված, որ որոշեց իր ժողովուրդը դուրս բերել Եգիպտոսից, ինքը ուղղակի չվերցեց ու դուրս բերեց, հանգիստ առանց որևէ մի բանի, դու գիտեք որ մինչև դուրս բերելը 10 պատուհասներ եղավ եւ այդ 10 պատուհասների ժամանակ Աստված ցույց տվեց որն է Իրանը ու որն է աշխարհինը, որն է փառավորին, այսպես ասեմ, որտեղ մենք փառավոն ասելով մենք աշխարհի նկատի ունենք եւ ելից գրքի մեջ հետաքրքիր մի խոսք կա 8-րդ գլխի 23-րդ համարում, տեսեք ինչ է ասում Աստծո խոսքը։ Исход 8 глава 23 стих. Եվ իմ ժողովրդի եւ քո ժողովրդի մեջ խտրություն կամ առանձնացում կդնեմ եկուց կլինի այս նշանը։ Աստված ասում է իմ ժողովրդի եւ քո, այսինքն փարավոնի ժողովրդի մեջ ես պետք է ջոգողություն անեմ, որ գիտենան սա իմն է, սա քունն է։ Ու դուք լավ գիտեք, որ երբ որ այդ 10 պատուհասները եղավ, մարդիկ, որոնք որ Աստծուն էին, չվնասվեցին։ Շատ մեծ վնաս կրեց եգիպտացիները եւ նրանք, ովքեր որ Իրանը չէին, ես համոզված եմ, որ միջև անգամ հрьяաների մեջ է կարող է այն մարդիկ լինեն, որոնք որ ապրում են այս կյանքի մեջ ու Իրանը չէին, եւ Աստված ցույց տվեց, որ սա իմն է, սա քոնն է։ Այնպես էլ այսօր մենք ապրում ենք արդեն 21-րդ դարում ու մենք գիտենք, որ այսօր կան Աստծո ժողովուրդը եւ կա աշխարհի ժողովուրդը։ Ցավոք սրտին, աշխարհի ժողովուրդը շատ ավելի շատ են, քան Աստծո ժողովուրդը։ Բայց նորից եմ ասում, եթե միջև անգամ մենք դառնալով Աստծո ժողովուրդ, մեր ֆիզիկական վիճակը մնում է նույնը, մեր մեջը ոչ մի բան, մեր արտաքինի մեջ ոչ մի բան չի փոխվում։ Երկրորդ քիթը կամ երրորդ անգաճը կամ երրորդ աչքը կամ եսիմ էլի ինչ որ մի բան կամ երրորդ ձեռքը չի եղնում։ Մենք երբ որ նայում ենք մարդկանց, հավատացյալը թե անհավատը մի նման են արտաքնապես։ Ոչ մի բան չի փոխվել, որ նայենք, ասենք, այսա 3 աչք ունի, ուրեմն հավատացյալ է։ Չէ, մենք մնում ենք էլի նույն վիճակի մեջ արտաքնապես, բայց քանի որ մեր ներքին վիճակը փոխվում է, սա արտացոլվում է մեր արտաքինի վրա։ Արդեն մեր շարժու ձևը, հակու կապը եւ ուրիշ շատ բաները, ինչ էլ որ աշխարհն է անում, մենք ձգտում ենք աշխարհի նման չլինել։ Սա հոգեվոր մարդու վիճակն է։ Ու այսօր ես ուզում եմ ձեզ հետ միասին, ու այսօր եթե Տերը կյանք տվեց, էլի մի քանի քարոզներ ուզում եմ ձեզ հետ միասին հավատացյալ մարդու կերպարի մասին խոսալ։
образ верующего человека, истинно верующего человека, որովհետև մենք երբ հավատացյալ ենք ասում, դուրս գաս, այսօր երևի անհավատ շատ անհավատ ասելով աթեիստ դժվար թե գտնես, ինչ որ մեկին ասես դու աթեիստ ես, կարող է 10,000-ը մեկը կամ 100,000-ից մեկը ասի որ ես աթեիստ եմ, ընդհանրապես Աստծո գոյությանը չեմ հավատում, բոլորն էլ հավատացյալներ են։ Կարող է պատահի մեկը քրիստոնյա է կոչում իրան, մյուսը մահմեդական, երրորդը բուդդիստական, բայց բոլորն էլ հավատացյալ են։ Ու մենք պետք է հասկանանք, որ ճշմարիտ հավատացյալը ունի իր առանձնահատուկ կերպարը, օբրազի մեջ։ Ու այդ կերպարը ոչ թե մենք ենք որոշում, թե ինչպեսին պետք է լինի, այլ ինքը Աստված իր խոսքի միջոցով մեզ բացում է։ Ես ուզում եմ ձեզ հետ միասին քննել այդ բանը, որովհետև ինքներս էլ երբ որ լսում ենք Աստծո խոսքը, մենք էլ ունենք հնարավորություն, որպեսզի մենք ինքներս մեզ քննենք, ուրիշին չէ։ Մենք ինքներս մեզ քննենք ու ինչքանով մենք համապատասխանում ենք այն կերպարին, որ Աստված որոշել է իր ժողովրդի համար։ Շատ կարևոր է ու այսօր մենք խոսանք երկու կարևոր հատկությունների մասին, որոնք հավատացյալ մարդը ունի, նորից եմ ասում, երբ որ հավատացյալ մարդու ներսը փոխվում է, իր արտաքինն էլ պետք է փոխվի։ Ես չեմ ասում, որ ինչ որ մի բան պետք է ավելանա մեր ֆիզիկական մարմնի վրա, բայց մեր շարժու ձևը, մեր հակուկապը, մեր խոսալու ձևը, ամեն ինչը պետք է փոխվի ու մենք պետք է արդեն բացահայտ ցույց տանք, որ մենք իրականում Աստծո ժողովուրդ ենք, չնմանվելով այս աշխարհային մարդկանցը։ Առաջի կարևոր բանը ես հիմին նենց եմ անում, որ որն է ամենակարևորը, որը երկրորդական, երրորդական, դու գիտեք որ հավատացյալի կյանքի մեջ ոչ մի բան երկրորդական ու ավելորդ չկա։ Ամեն ինչ որ Աստծո խոսքը ասում է, մեզ համար կարևոր է ու հերթականությունն էլ այնքան է նշանակություն չունի, կարևորը այն է, որ ես երբ որ նայում եմ այս հատկություններին, նայում եմ ինձի ու տեսնում եմ իրականում այդ հատկությունը իմ մեջ կա, թե չէ։ Եթե կա, ես պետք է այդ հատկությունը ոչ թե ուրախանամ միայն որ կա, այլ կարողանամ զարգացնեմ իմ մեջը, որպես հավատացյալ մարդ։ Եթե չկա, մտածելու բան ունենք, որպեսզի մենք կարողանանք այդ կյանքի մեջ ճիշտ ընթացք ունենալ ու Աստծուն դորեկանն է։ Առաջինը, ինչ էլ ուզում եմ ասել, սա գոհունակ սիրտ է կամ շնորհակալության հոգի։ Հիմա դուք կարող եք ասել, որ դա ինչ կապ ունի հավատացյալի հետ, որովհետև այսօր շատ մարդիկ կան, որոնք որ իրականում շնորհակալ են Աստվածանից, եթե հիշենք մեր անցյալը, երբ որ մենք անհավատ էինք, ես ինքս հիշում եմ իմ անցյալը, ես գիտեմ, որ այնքան եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ Աստված իմ չհասկանալով աղոթքները, իմ աղոթքները լսել ու բարի պատասխան տվել, բազմաթիվ անգամ։ Ու ես վերագրել եմ Աստծուն իմ անհավատ ժամանակ, որ իրականում Աստվածը իմ կյանքի մեջ հաջողություններ տվել, առողջությունը, դժվարություններից դուրս գալ եւ շատ ուրիշ բաներ։ Բայց մենք պետք է հասկանանք, որ մարդը ոչ միայն այն լավ վիճակի մեջ, այ ասենք ես խնդրեցի փող, Աստված փող տվեց, ես խնդրեցի առողջություն, Աստված առողջություն տվեց, ես խնդրեցի ուրախություն, Աստված ինձ ուրախություն տվեց։ Մենակ դրանում չի որ մենք գոհունակ սիրտ պետք է ունենանք։ Մինչև անգամ դժվարություններն էլ, այ քիչ առաջ մենք եղբոր վկայությունը լսեցինք, ինքը ստեղ չի, բայց լսեցինք որ այս ձևի ծանր հիվանդություն, ինչպիսին է ինսուլտը, այդ ծանր հիվանդության մեջ էլ մարդը կարող է շնորհակալություն հայտնի Աստծուն։ Դժվար է, չէ՞։ Գնաս անհավատին ասես, կասի գժվել եմ։ Ով է ինսուլտի համար շնորհակալություն հայտնում կամ դժվարությունների համար։ Բայց գոհունակ սիրտը նրանում է կայանում, որ մենք գիտենք, որ ինչ էլ որ մարդու կյանքի մեջ լինում է, առանց Աստծո չի լինում։ Եվ Աստծո նպատակը ոչ թե դրա համար է, որ մեզ տանջի, այլ մարդը ինսուլտի մեջ քանի մի ամսի չափ արդեն այս վիճակի մեջ է, իրան դիսկոմֆորտ է, մենք խոսում ենք իր հետ, հասկանալի որ ինքը լավ չի զգում իրան իր այդ վիճակի համար, որ ինքը հիշողություն չունի, այդքան անունները մոռանում, սկզբից ընդհանրապես խառնում էր ամեն ինչը։ Սա դժվար է, ինքն էլ իր բերանով վկայություն էր տալու։ Մենք էլ շատ անգամ երբ որ դժվարության մեջ ենք ընկնում, անպայման չի որ ինսուլտ ստանանք, ուրիշ շատ բաներ մենք նույնպես դժվարանում ենք այս կյանքի մեջ, որովհետև մարդը միշտ ուզում է, որ իր միտքն էլ պարզ լինի, իր շարժու ձևն էլ լավ եղնի, որ կարողանա ինքը այս կյանքի մեջ ապրել։ Բայց երբ որ մարդու կյանքի մեջ Աստված թույլ է տալիս, իսկ մենք գիտենք, որ ոչ մի անգամ առանց Աստված
Առանձնապես հավատացյալի կյանքի մեջ ոչ մի բան չի եղնում։ Եվ Աստված երբ որ թույլ է տալի մարդու կյանքի մեջ այս կարգի դժվարություններ, եզևի ավելի լուրջ դժվարություններ, ինքը ունի նպատակ։ Ինքը ունի նպատակ, որպեսզի մարդը հոգևորապես աճի։ Մենք շատ անգամ երբ որ լսում ենք ինչ որ մեկի դժվարությունները, միանգամից մեր մեջը պատուտ է գալի, երևի ինչ որ մեղք կա գործել, որ Աստված պատժում է, անպայման չի։ Իհարկե մեղքի պատճառով էլ է եղնում մարդու կյանքի մեջ դժվարություններ, բայց անպայման չի։ Աստված թույլ է տալի մեր կյանքի մեջ դժվարություններ, որպեսզի մենք կարողանանք հոգևորապես աճել ու կռվաունակ եղնել։ Ժողովուրդ, մենք շատ կարիք ունենք կռվաունակ լինելու։ Մենք ամեն օր պատերազմի մեջ ենք գտնում։ Չնայած խաղաղությունն է Վրաստանում, մեր պատերազմը միշտ եղնում է, ու մեր պատերազմը մարմնի եւ արյունի հետ չի, դուք լավ գիտեք, այլ այն չար ուժերի դեմ, որոնք որ ամեն ինչ անում են, որ մեզ Աստվածանից գցեն։ Դրա համար Պողոս Արաքյալը, երբ որ Թեսաղոնիկեցի թղթի մեջ գրում էր այդ Թեսաղոնիկեցի մարդկանց ու մեզ էլ այսպիսի խոսքեր է գրում։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Առաջին Թեսաղոնիկեցի 5-րդ գլուխ 18 համարը։ Первое Фессалоникийцам 5 глава 18 стих. Ամեն բանի մեջ գոհացեք, որովհետև սա է Աստծու կամքը ձեզ վրա Քրիստոս Հիսուսում։ Առաջին ինչ կարևոր բանը, որ Պողոս Արաքյալը մեզ բոլորիս խորհուրդ է տալի, որ մենք գոհունակ սիրտ ունենանք ամեն բանի մեջ։ Ոչ թե այն ժամանակ, երբ որ ամեն ինչ լավ է, երբ որ մեր կյանքի մեջ հաջողություն կա, երբ որ մեր աղոթքների պատասխանը Աստված լսում ու տալիս է, ինչպես որ մենք ենք ուզում, այլ մեր կյանքի մեջ երբ որ լինում են դժվարություններ, ամեն բանի մեջ գոհունակ սիրտ ունենանք ու ինչու Պողոս Արաքյալը շեշտում է, որովհետև դա Աստծու կամքն է, Քրիստոս Հիսուսում։ Եթե մենք լինեինք ուրիշ կրոնի կամ քրիստոնեական կրոնի ներկայացուցիչ, մենք կարելի հասկանալի որ պետք է դժգոհության մեջ լինենք, որովհետև երբ որ մենք Աստծու կամքը տեսնում ենք միայն մեր ֆիզիկական մարմնի բարելավման մեջ, պարզ է որ մենք երբ որ դժվարություն կունենանք, պետք է բողոքենք։ Ում պետք է բողոքենք։ Ամենաառաջինը Աստծուն։ Բայց երբ որ մենք հասկանում ենք որ Քրիստոս Հիսուսում մենք պետք է Աստծու կամքի համեմատ գոհունակ սիրտ ունենանք, մենք պետք է մարզվենք, տրենիրոկ անենք, այսպես ասած, որ կարողանանք միջև անգամ դժվարության ժամանակ էլ շնորհակալություն հայտնել Տիրոջը։ Գիտեք ինչքան օրինակներ կա Աստծու խոսքի մեջ, որ ես հիմա մենակ այս քարոզի մեջ այսքան օրինակներ տամ, երևի ժամեր կանցնի, բայց ես ուզում եմ միայն երկու անձի օրինակը բերել, որպեսզի մենք կարողանանք ավելի ոգևորված հասկանալ, որ հնարավոր է ժողովուրդ, ոչ թե ուղղակի ինչ որ մեկը ասեց, ես ինչ գիտեմ, ճիշտ ասեց թե չէ, կամ ինչ որ մի բան, այլ մենք ունենք օրինակներ մեր անցյալում հավատացյալ մարդկանց մեջ, որոնք որ անցել են դժվարություններով ու իրանց դժվարություններով անցնելը մեզ ցույց է տալի Աստված որ իրանք միջև անգամ ծանր վիճակի մեջ էլ գոհունակ սիրտ ունեին։ Առաջի անձնավորությունը Դավիթն էր։ Ու գիտեք որ Դավիթը չնայած որ Աստվածանից այնքան մեծ ողորմություն էր ստացել, որ ինքը հովիվ լինելով ոչխարներով առածում էր ժամանակին Աստված իրան այնքան բարձրացրեց, որ ինքը թագավոր դառավ։ Աստված իրան օծեց թագավոր, պատկերացրեք Աստծու ընտրված մարդը, որն որ այս հովիվից ոնց որ ասում են, из грязи в князи, կեղտի մեջից դուրս եկավ գնաց բան դարավ, մեծ մարդ դարավ ու ինչքան ցավալի է, երբ որ դու գիտես, որ դու Աստվածանից կարգված ես թագավոր, բայց դեռ ոչ թե նստած ես այն գահի վրա պալատների մեջը, այլ հալածվում ես բարի բուն իմաստով, ամեն օր քո կյանքը մազի վրա է կախված, որ մի կարող է պատահի կտրվի ու վերջ, որովհետև քո հետևից ընկած է այն թագավորը, որն որ դեռ գործում է այդ երկրի մեջը, Սաուղի մասին է խոսքը, նա հալածում էր Դավիթին ու ամեն անգամ Դավիթը հասկանում էր, վերջի վերջո, եթե Աստված ինձ չպաշտպանի, ես անպայման կմեռնեմ, որովհետև Սաուղը այնքան մարդիկ ուներ ամբողջ
այդ տեղամասով, որ ինք ամեն տեղից իրան ինֆորմացիա են տալի, այդ Դավիթը ստեղ գնաց, ընդեղ գնաց, ինքը զորքը ուղարկում էր, որպեսզի Դավիթին ոչնչացներ։ Նրա նպատակն էր սպանել Դավիթին։ Ու Դավիթը գիտեր, որ այդ Սաուլը բավականին զորավոր անձնավորություն է, ինքը կարող էր իրան սպանել, եթե Աստված թույլ տա։ Ու նայեք հետաքրքիր բան, միջև անգամ այն ժամանակ, երբ որ Սաուղից իր ազգակցից, իր ազգի թագավորից հալածված ինքը փախչում էր, մի անգամ ինքը միջև անգամ գնաց հեթանոսների մոտ, հեթանոսների թագավորի մոտ իրան գժի տեղ դնելով։ Մենակ որ փրկվեր Սաուղի այդ պատժից, ինչ որ Սաուղը ուզում էր, ես Սաղմոսը ուզում եմ Սաղմոսի 34, Սաղմոսը հայերենում, 33 ռուսերենում առաջի համարը կարդալ, բայց առաջի համարը երկու մասի է բաժանված։ Առաջին մասը գրված է, թե Դավիթը ինչ արեց, հետո ինչ ասեց։ Նայեք Սաղմոս 34:1 Ռուսերենում 33 Սաղմոսն է։ Դավիթի Սաղմոսը, երբ որ իր կերպարանքը փոխեց Աբիմելիքի առաջին եւ նրան գցեց, եւ նա գնաց, նրան դուրս գցեց եւ նա գնաց։ Մինչև այս երկրորդ մասը կարդալ, ես ուզում եմ հիշեցնել, որ Դավիթը ինքը այն աշճանի էր հասել, որ ինքը ստիպված էր գնալու հեթանոս թագավորի մոտ, իրան գժի տեղնելով, հիշում եք, չէ, ասում են ինչ որ փսինքները թափում էր մորուքի վրա, իրան գժի տեղ էր դրում, որ թագավորը նանջ, որտեղ ինքը մի թագավորից փախնելով կարող էր ուրիշ թագավորի զոհ դառնալ, բայց ինքը իրան գժի տեղ դնելով թագավորը դուրս արեց, ասում է գժին իձանից հեռացրեք, ինչ գործուն ինքը այստեղ, չնայած որ ինքը գիտեր Դավիթը ինչ է իր այս ներկայացնում, ինչքան է նա հետևել իր զորքին, բայց այս րոպեին ինքը տեսա, որ այդ վիճակի մեջ է։ Տեսեք, Դավիթը այդ վիճակի մեջ գտնվելով, մեկը հալածում է, մյուսը կարող է սպանել, ինքը փոխանակ թագավորական պալատում գահի վրա նստել, ուտել, խմել, կոմֆորտի մեջ լինել, քարանձավների մեջ էր անցկացնում իր կյանքը։ Փողոցումը ոչ նորմալ վիճակ, ամեն ձևով փախչելով, միշտ վտանգի տակ լինելով, ինչ է ասում Դավիթը։ Տիրոջը կորչնեմ ամեն ժամանակ, նրա փառաբանություն միշտ իմ բերանում պիտի լինի։ Հետաքրքիր է, Դավիթ, այսքան Աստված քեզի դրեց թագավոր, դու պետք է հիմի պալատում լինես, դու այսօր հալածված ես, ինչն է քեզ ստիպում, որ դու փոխանակ բողոքես ու ասես, ով Աստված, էլ ինչի ինձ թագավոր դրեցիր, եթե ես պետք է այսպես փախչեմ ու չգիտեմ կմեռնեմ թե չեմ մեռնեմ։ Չէ, ասում է Տիրոջը կորչնեմ ամեն անգամ։ Եվ միշտ իմ բերանից միշտ Տիրոջ օրհնությունը կլինի։ Դժվար, անկարելի վիճակ, անտանելի վիճակ, բայց միևնույն ժամանակ այս մարդը հասկանում էր, որ Տիրոջ պետք է փառավորը։ Ու այսօր մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք մտածենք, թե երբ որ մեր կյանքի մեջ դժվարություններ են լինում, իսկ դժվարություններ չի կարող պատահել չլինի, մենք մարդ ենք եւ շատ բաների մեջ մենք կարող ենք դժվարություններով անցնել, տարբեր ձևի դժվարություններով։ Ինչքան ենք մենք շնորհակալ այն ժամանակ, երբ որ մեր կյանքի մեջ դժվարություններ կան։ Սա շատ կարևոր է։ Եվ հավատացյալը անհավատից տարբերում է նրանով, որ հավատացյալը մինչև անգամ դժվարության մեջ էլ կարող է փառք տալ Տիրոջը, շնորհակալություն հայտնելով նրան։ Երկրորդ անձնավորությունը ես չեմ կարող Պողոսին թողնալ հանգիստ իրան առանձին թողնալ, Պողոս Արաքյանն է, որն որ հավատացյալ դառնալով, ես ինչպես դուք լավ գիտեք, որ այն ժամանակ Եվրոպայի ամբողջ տարածքի մեջ Պողոս Արաքյալը ավետարան քարոզեց, եկեղեցիներ հիմնեց եւ մարդիկ հավատացին Պողոսի միջոցով։ Հետաքրքիր է, որ այդ անձնավորությունը, որն որ այդքան մեծ գործ արեց Աստծո խոսքի համար։ Ինքը չգիտեր, որ Աստված նրա համար բան էր որոշել, հիշում եք Անանիային, երբ որ ուղարկեց Պողոսին, այն ժամանակ դեռ Պողոս չէր, դեռ Սաուղ էր, Պողոսի մոտ ուղարկեց ու ասում է ինքը ժամանակին հալածում էր եկեղեցին, ինքը պետք է հասկանա, թե ես պետք է թույլ տամ իր կյանքի մեջ, որ ինքն էլ հալածված եղնի, բայց Պողոսը այդ բանը չէր լսել, դա միայն Անանիան էր լսել ու Պողոսը պետք է որ մտածեր, այսքան մեծ գործ արեցի, ես Աստծուն լսեցի, դարձա դեպի ճշմարտությունը, ես Քրիստոսի հետևոտ դառա ու այսքան մեծ գործ կատարեցի եւ վերջի վերջով Աստված խոմ պետք է գնահատի ինձ։
Իմ կյանքում խոմ պետք է հաջողություններ լինի, որ ես կարողանամ ավելի լավ ծառայել Աստծուն ու ավելի շատ գործ կատարել, բայց դուք գիտեք, որ Պողոս Արաքյալը հենց հավատքի պատճառով էլ ընկավ բանտի մեջը։ Բանտի մեջ էր գտնվում ու գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, մինչև ես կարդամ այդ մարդու ասած խոսքերը, որովհետև բանտի մեջ մի քանի թղթեր նա գրեց, որն որ այսօր այնքան զորավոր թղթեր են, որ երբ որ մենք կարդում ենք այդ թղթերը, ուրախանում ենք, որ մենք ունենք մի եղբայր, որն որ այդքան խրատներ է տալի մեզի։ Ես ուզում եմ հիշեցնել ինչ է նշանակում 2000 տարի առաջվա գտնվող բանտը։ Երբ որ մարդը բանտի մեջ գտնվելով ոչ թե ուղղակի ինչ որ խուցի մեջ էր գտնվում, առանձին իր համար, ոնց ուզում էր, ոնց որ այսօր դուք գիտեք որ ամեն մեկը իր տեղը ունի, եթե կա առանձին խուց կա, եթե կա որ ասենք ընդհանուր խուց է, բայց ամենքը իր պարկելու տեղը ունի, ազատ է, որտեղ ուզում է գնա, ոնց, այսինքն այդ տարածքի մեջ է։ Պողոս Արաքյալը այդպիսի վիճակի մեջ չէր։ Նա օր ու գիշեր կապված էր հռոմեացի զինվորի հետ։ Կապված բարի բունի մասով, գիտեք, կապած էր բանը շղթայով ու ուր էլ որ գնար, ինչ էլ որ աներ, այն զինվորը պետք է իր հետ եղներ։ Ես ներողություն եմ խնդրում, մինչև անգամ զուգարան գնալու համար ինքը պետք է զինվորի հետ գնար։ Պատկերացրեք, չէ, որ դու գնում ես զուգարան, ի փոխանակ մենակ գնաս ու գործը կատարես, զինվորն էլ հետդ է գալի։ Քննելու ժամանակ, այսօր ես շատ մարդիկ գիտեմ, որ մինչև անգամ տղամարդը ու կինը, մարդ ու կնիկ, իրար ամուսինները շատ անգամ իր հետ չեն ուզում պարկել։ Ես գիտեմ այդ ձևի մարդիկ, ասում են մենք ճիշտ է այնտեղ ունենք մեր այդ հարաբերություններ, բայց երբ որ քննելու ժամանակը գալիս է որ մենք պետք է քննենք, մենք կամ առանձին անկողինների մեջ ենք պարկում, կամ էլ առանձին սենյակներում ենք ապրում, որովհետև ես չեմ կարող ինչ-որ մեկը կողքը սեղնի, միջև անգամ կնիկս կամ մարդը։ Ու պատկերացրեք, որ Պողոս Արաքյալը ստիպված էր քննել վեկանալ այդ զինվորի հետ միասին։ Ու այդ վիճակի մեջ, երբ որ ինքը այդ վիճակի մեջ էր գտնվում, ինքը գրեց մի թուղթ, որն այսօր հայտնի է ինչպես Փիլիպպեցոս թուղթն է։ Ու այդ թուղթը շատ աստվածաբանների կողմից կոչվում է ուրախության թուղթ, շնորհակալության թուղթ։ Ու Պողոս Արաքյալը ամբողջ Փիլիպպեցոս թղթի մեջ ինքը ցույց է տալի, թե ինչքան ուրախություն ունի ինքը։ Երբ որ ինքը բանտի մեջ էր գտնում, երբ որ ինքը կապված էր հռոմեական զինվորի հետ, ինքը ուրախանում էր։ Ինչի էր ուրախանում, որովհետև ինքը իր խոսքերին հակառակ չէր կարող լինի, իմ սիրելիներ։ Երբ որ մենք ինչ որ մի բան ենք ասում, ասենք օրինակի համար, ես տեղից քարոզում եմ ու ասում եմ որ ժողովուրդ պետք է մենք փորձությունների ժամանակ մենք պետք է գոհունակ սիրտ ունենանք։ Եթե ես չունեմ գոհունակ սիրտ, եթե դուք ինձ նայում եք ինչպես տրտնջող, բողոքող, այելի եղավ, էլի սենց էլինեց, վերջի վերջո դուք կարող եք ասեք, այդ մարդը մի բան է քարոզում, ճշմարտություն է քարոզում, Աստծո խոսքից, բայց ինքը չի ապրում այդ կյանքով։ Պողոս Արաքյալի կյանքը ինքը իրանով ցույց է տալի, որ երբ որ ինքը գրում էր թուղթը ու մարդիկ լսում էին, թե Պողոս Արաքյալը ինչքան գոհունակ սիրտ ուներ, մարդիկ մտածում էին, այս մարդը այսքան նեղության մեջ, մենք բանտում չենք, ինքը բանտում է, փոխանակ մենք իրան մխիթարենք, ինքը ընդերից բանտից մեզ մխիթարում է ու մեզի պատվիրում է, որպեսզի մենք ուրախություն ունենանք։ Ուրախացեք, ելի մի անգամ ասում եմ, ուրախացեք։ Նայեք Փիլիպպեցոս 4 գլխի 5-ից 7 համարներում ինչպես է Պողոս Արաքյալը գրում, խրատելով մեզ եւ այն ժամանակ Փիլիպպեցոս եկեղեցում։ Փիլիպպիցը 4 глава 5 и 7 стихи։ Ձեր հեզությունը թող հայտնի լինի ամեն մարդկանց։ Տերը մոտ է։ Ոչինչ հոգ մի անեք, այլ ամեն բանում աղոթքով, ուշադիր լսեցեք, աղաչանքով եւ գոհությունով ձեր խնդրվածքները թող հայտնի լինի Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը որ ամեն մտքի վեր է կպահպանե ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսում։ Հետաքրքիր է, չէ՞, մարդը բանտի մեջ փոխանակ ասի, ժողովուրդ, աղոթ կարեք ինձ համար ու ես շուտ դուրս գամ այս բանից, արդեն անտանելի է, չէ, ինքը ասում է դուք այդպեսին եղեք, որովհետև մենք պետք է գոհունակ սիրտ ունենանք ամեն դեպքում։
Գիտենալով, երբ որ Աստված թույլ է տալի մեր կյանքի մեջ ինչ-որ մի բան, իզուր չի թույլ տալի, այլ թույլ է տալի, որպեսզի մենք կարողանանք ճիշտ վիճակի մեջ գտնվել։ Մեզ համար շատ հայտնի համար, որն որ մեզ օգնում է հասկանալու։ Քիչ առաջ սիրո մասին խոսվեց, եւ ես ուզում եմ հիշեցնել մի կարևոր բան։ Հռոմեացու 8-րդ գլխի 28 համարում Պողոս Արաքյալ Էլենոն Պողոսը այսպեսի խոսքեր է ասում։ Римлянам 8 глава 28 стих։ Բայց գիտենք, չի ասում գիտեք, չէ, բայց գիտենք, որ Աստծուն սիրողները ոչ թե ումին որ Աստված է սիրում, այլ որ Աստծուն է սիրում, ամեն բաներ գործակից են լինում դեպի բարին, նրանց, որ նախասահմանությունով կանչված են։ Հետաքրքիր է, չէ՞։ Գիտենք, որ ինչ էլ լինում է մեր կյանքի մեջ, ամեն ինչ դեպի բարին է։ Հիվանդությունը կարող է բարի եղնել։ Երբ որ մարդուն այսպեսի ոնց որ ասում են դատավճիռ, պրիգավոր են ասում, դու ռակ ունես, 4-րդ աստիճանի ռակ ունես։ Էդի կարող է պատահի բարին եղնի։ Չէ, մարդը մեռնում է, ոնց պետք է բարի եղնի։ Բայց միջև անգամ էդ էլ Տերը թույլ է տալի, որ բարի եղնի։ Ես մի հատ օրինակ եմ ուզում բերել Ամերիկայում ես վերջերս մեր լենակրոջ տղան մահացավ։ Չգիտեմ, իմացել եք թե չէ, շատ երիտասարդ հասակում, 37 տարեկան հասակում մահացավ ինքը ու գիտեք բոլոր մեր քույր եղբայրները, որոնք որ այնտեղ էին, վկայություն են տալի։ Ինքը քաղցկեղով մահացավ, շատ ծանր վիճակի մեջ, տարիների ընթացքում տանջվում էր ու վերջի վերջով տանջակով մահացավ, բայց գիտեք, երբ որ ասում է մենք այդ տղուն նայում ենք ու գնում ենք նրա մոտ մխիթարելու, ասում է ինքը այն ձևի հավատքով էր մոտիկանում, ինչ եք լացեղնում, ինչ եք բանանում, իմ վրա ես մտածում, ես լավ եմ զգում ինձ, որովհետև ես գիտեմ ուր եմ գնում։ Զարմանալի է, չէ՞, մարդը ցավերի մեջ տանջվում է, մարդը դժվարության մեջ է գտնվում, բայց միևնույն ժամանակ ինքը ասում է, ինչ եք իմ համար լացերնում։ Լացեք եք ձեզ համար, որ դուք ապրում եք այս կյանքի մեջ, ես գնում եմ Տիրոջ մոտ։ Այ հավատք։ Ու ես համոզված եմ, որ այդ անձնավորությունը, որ այդքան վկայություն է տալի, ինքը շնորհակալության հոգի ուներ։ Չի կարող պատահի չունենա, երբ որ մարդկանց ինքը այդպես վկայություն է տալի, ունենալով այդպիսի հավատք։ Կողոսացոց 3-րդ գլխի 17 համարը։ Շատի լսեցեք, որ շատ կարևոր է մեզ համար գողունակ սիրտ ունենալ ամեն հանգամանքների մեջ։ Կոլոսյանам 3 глава 17 стих։ Եվ ամեն ինչ որ ունենք, անենք խոսքով կամ գործով, ամեն Տեր Հիսուսի անունով արեք, գոհություն տալով Աստծուն եւ Հորը նրա ձեռքով։ Ինչ էլ որ անենք այս կյանքի մեջ, մեր մեջը պետք է զգացվի այդ գողունակ սիրտը, որի միջոցով Աստված կտենա։ Ես կարող եմ չտենամ, ես կարող եմ չհասկանամ դու իրականում գողունակ սիրտ ունես թե չէ, բայց Աստված խոմ գիտա իմ սիրտս։ Ու դրա համար ես համոզված գիտեմ, որ եթե իմ կյանքի մեջ ես ունեմ այդ բանը, Աստված եթե տեսնում է, ես երանելի մարդ եմ։ Ինչ իմաստով, որ Աստծո ուզած մարդն եմ, որն ունեմ գողունակ սիրտ ամեն հանգամանքների մեջ։ Առաջինը ինչ որ պետք է լինի, ես խնդրում եմ նայեք ձեր կյանքի մեջ, ես իմ կյանքի մեջ, ինչքանով դժվարությունները ինձ ոչ թե բողոքի է տանում, այլ շնորհակալության հոգին պահպանում է իմ մեջ։ Երկրորդ կարևոր բանը, այսօր էլ ասեցինք, խոսացինք Աստծո տված խաղաղությունը։ Հետաքրքիր է, չէ՞, երբ որ նայում ենք այս աշխարհին ու ոչ թե այսօրվա վիճակով ենք նայում, այլ ընդհանրապես ամբողջ մարդկության պատմության մեջ մենք գիտենք, որ մեղքի պատճառով ոչ մի անգամ խաղաղություն չի եղել այս երկրագնդի վրա։ Եթե միջին ամիս սկզբի ժամանակներում, երբ որ կարդում ենք այդ ծննդոց գիրքը, մարդիկ իրար սպանել, հենց սկզբի մարդիկ, երկու եղբայր, վերջի վերջով ոչոք չկային, հեր, մեր ու երկու եղբայր իրար սպանեցին, մեկը մեկին սպանեց։ Ու դրանից հետո գնում է մարդիկ, չնայած որ ես համոզված եմ, որ յուրաքանչյուր նորմալ մարդ ցանկանում է խաղաղություն։ Չկա, գիտեք, որ նորմալ մարդ որ կարողան ասի, ինչ լավ որ կռիվ է։ Երբ որ պատերազմ եղում է, ես հաճույք եմ զգում ինձ։ Այդպիսի մանյակներ գոյություն ունեն, կարող է պատահի այդպիսի մարդիկ, այս հիմի այսօր պատերազմ սկսողները, որոնք որ չեն հասկանում, որ իրանց առած գործողությունով ինչքան մարդիկ են զոհում։ Ու իրանք ինչ մեծ պատասխանի առաջ պետք է կանգնեն Աստծուն։ Իրանք երևի հաճույք են զգնում, երբ որ լսում են, այսքան մարդ մեռավ, այսքան մարդ կոտորվեց, այսքան մարդ վիրավորվեց,
Բայց նորմալ մարդը միշտ խաղաղության է ձգտում։ Ուզում է, ես չգիտեմ, այստեղ մեկը կա, որ անխաղաղությունը իր համար հաճույքի միջոց է, համոզված ես գիտեմ, որ չկան այդ ձևի մարդիկ, բոլորս էլ ուզում ենք խաղաղություն, բայց խաղաղություն չկա։ Ու գիտեք ինչ կարող եմ ասել, չի եղնի մինչև մեր ֆիզիկական կյանքի վերջը։ Քանի դեռ աշխարհը, ֆիզիկական աշխարհը գոյություն ունի, խաղաղություն չի եղնի։ Մինչև անգամ, եթե հիշում եք, մենք գիտենք, որ ժամանակին պետք է սատանան, որն որ ամեն անխաղաղության, ոնց որ ասում են, հեղինակն է։ Հեղինակը ինքն է որոշում, ինքն է անում ամեն անխաղաղությունները, երբ որ սատանան կկապվի 1000 տարի, ու այդ 1000 տարուց հետո սատանան բաց կթողնի, պատկերացրեք 1000 տարվա ընթացքում մարդիկ խաղաղության մեջ կլինեն։ Եվ այնտեղ կթագավորի Հիսուս Քրիստոսը։ Մեղք չի եղնի, ինչպես գրված է, եւ մահ չի եղնի մեղքի հետևանքը։ Ամեն ինչ կեղնի շատ լավ։ 1000 տարի մարդիկ ոնց որ ասում են շունչ կքաշեն։ Բայց երբ որ սատանան դուրս կգա, երբ որ կապանքից կազատվի, նորից անխաղաղություն, նորից պատերազմներ, նորից սպանություններ եւ ամեն ինչը, որովհետեւ քանի դեռ էս ֆիզիկական մարդը գոյություն ունի, անխաղաղությունը միշտ մարդուց է գալի։ Հետաքրքիր է, չէ՞, մարդը ինքը ցանկանում է խաղաղություն, բայց միևնույն ժամանակ իրանից է դուրս գալի անխաղաղություն։ Մենք գիտենք, որ ժամանակ կգա, երբ որ ամեն ինչ խաղաղություն կեղնի։ Ես ուզում եմ այս երանելի տեղը կարդալ, որպեսզի մեզ համար ոգևորություն եղնի մեր կյանքի մեջ, որ մենք գիտենք, որ ճիշտ է այսօր ես որ ասում եմ, դա չի նշանակում, որ ես ինչ որ անեծք եմ անում կամ թե չէ չարախոսում եմ, չէ։ Մենք բոլորս էլ լավ գիտենք, որ քանի դեռ այս ֆիզիկական մարդը կա, ինքը պետք է ամեն ինչ անի, որպեսզի չնայած որ խաղաղություն սիրող մարդը անխաղաղության մեջ գցի Իրան եւ իր շուրջը գտնվող մարդկանց։ Ցավը դա է, որ այս մեր մեղավոր բնությունը շատ անգամ թույլ է տալի այդ բանը, բայց նայեք Հովհաննես Առաքյալը իր հայտնության գրքի մեջ ինչ գեղեցիկ խոսքեր է գրել։ Հայտնության 21-րդ գլխի առաջի 4 համարներն եմ կարդում։ Էսի պետք է եղնի ժամանակին։ Ու մենք դրան ենք ձգտում, եթե իհարկե մենք ճշմարտության մեջ ենք ու մենք ունենք այն հատկությունները, որոնք Աստված տվել է մեզ համար որպես հավատացյալների։ Եվ տեսա նոր երկինք եւ նոր երկիր, որովհետեւ առաջի երկինք եւ երկիրը անցավ, եւ էլ ծով չկա։ Եվ ես Հովհաննեսս տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, վայր գալիս Աստվածանից երկնքից պատրաստված, ինչպես մի զարդարված հարս իր մարդի համար։ Եվ մի մեծ ձայն լսեցի երկնքից, որ ասում էր. Ահա Աստծո խորանը մարդկանց հետ, եւ նա կբնակվի նրա հետ, եւ նրանք կլինեն նրա ժողովուրդը, եւ ինքը Աստված նրանց հետ կլինի նրանց Աստվածը։ Եվ կջնջե Աստված բոլոր արտասունքը նրանց աչքերիցը, եւ մահ եւ այլևս չի լինի, մահ այլևս չի լինի, ոչ սուգ եւ ոչ աղաղակ եւ ոչ ցավ եւ այլևս չի լինի, որտեղ առաջինները անցան։ Այսա մեր ապագայի պատկերն է, որ մենք ժամանակին պետք է այս ապագայի մեջ ապրենք, որտեղ որ չի լինի ոչ մահ, ոչ ցավ, ոչ դարդ, ոչ վիշտ, ոչ անխաղաղություն։ Գիտեք, այսօր ժողովուրդը, այսօր աշխարհը ամեն ինչ անում է, որպեսզի մարդկանց քարոզի խաղաղություն։ Այ մտածում ենք, չէ, ասում ենք, Վրաստանում պատերազմ չկա, ճիշտ է, անխաղաղություններ կա, այնտեղ միտինգներ են անում, ծեծվում են, ջարդվում են, բայց մենք այնտեղ չենք։ Իրանք ով իրանց բանը գլուխը մցրել են այնտեղ, իրանք էլ վնասում են։ Մենք մեզ համար հանգիստ ապրում ենք ու շատ անգամ ոչ է զգում ենք, որ ինչ որ միտեղ մեզանից մի քանի կիլոմետր են կողմ մարդիկ իրար ծեծում են։ Պատերազմ չկա, նույն բանը չեն կարող ասել ուկրաինացիները, գիտեք, որտեղ որ ամեն օր ռմբակոծություններ անում։ Իրանք չեն ուզում որ գնան ինչ որ միտեղ պատերազմեն կամ անխաղաղության մեջ են գնեն։ Այնտեղից գալիս է ինչ որ մի բան, որն որ պայթում է ու մարդիկ կարող են մեռնեն միջև անգամ։ Մեր քույրը որ շուշուտ խոսում է մեզ հետ միասին, միշտ ասում է վախի մեջ են գտնվում, որովհետև գիտենք որ այս մի երկու շենք են կողմ տրակցրեցին։ Մի օր էլ կարող է անգնի մեր գլխին։ Անխաղաղություն, որն որ ցավոք սրտին աշխարհը ասում է, որ ես խաղաղություն եմ տալի ձեզ, բայց աշխարհը իր ասած խոսքերին հակառակ միշտ անխաղաղություն է մեզի տալիս։ Նայեք, Աստված ինչ է ասում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ այստեղ էր գնում, Հովհաննես 14-րդ գլուխ 27 համարը։ Խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Յոհաննես 14 глава 27 стих։ Խաղաղություն եմ թողնում ձեզ,
Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս։ Ես տալիս եմ ձեզ, ձեր սրտերը չխորովի եւ չվախենաք։ Լսում եք, Աստված ասում է, որ ես մի խաղաղություն եմ տալի, որն որ աշխարհի խաղաղությունից տարբերվում է։ Այդ խաղաղությունը ձեր մեջն է, արտաքինում չի։ Ու ես ինչքան օրինակներ եմ լսել հավատացյալ մարդկանցից, որոնք որ պատերազմի այդ բանը էպիցենտրի մեջ են գտնվում, կռիվներ, պայթուններ, ամեն ինչ է, բայց իրանք խաղաղ են, ուրախություն ունեն։ Դուք գիտեք, որ առաջի դարի քրիստոնյաները, որոնց հալածում էին ու սպանում էին, բոլորը երգելով ու աղոթքելով են մեռնում։ Ինչի համար? Որովհետև այն խաղաղությունը, որ Քրիստոսը տվել է, իրանց մեջն էր։ Իրանք անկախ նայած ինչ էր գտնվում իրանց դուրսը, իրանց մեջ այնքան ուժեղ խաղաղություն էր, որ իրանք կարող են չվախենալ ու չխորովել։ Հետաքրքիր է, չէ՞, ինչ հիանալի բան է, երբ որ մարդը կարող է այդ վիճակի մեջ գտնվելով ասել, որ ես կարող եմ խաղաղ լինել այն ժամանակ, երբ որ անխաղաղություն է։ Եվ ես կարող եմ անխաղաղ լինել, երբ որ խաղաղություն է, որովհետև վախ կա իմ մեջ։ Ամեն օր սպասողական վիճակը, այս ինչ որ մի բան կեղնի, Վրաստանում միացրեք YouTube-ը, միացրեք հեռուստացույցը, ամեն անգամ մարդիկ ասում են, այս պետության արած գործողություններից շատ հնարավոր է Ռուսաստանը Վրաստանի վրա էլ հարձակվի։ Ու պատկերացրեք վախենալը ինչ է, որ մտածում ես ամեն րոպե մեկ էլ տեսար, այնտեղից մի հատ բոմբա եկավ ու տրակվեց այդտեղ։ Չգիտես որտեղ կտրակվի։ Վրաստանը այդքան մեծ տեղ չի ու Թիֆլիս քաղաքն էլ այդքան մեծ տեղ չի, որ մենք մտածենք, որ եթե այնտեղ տրակվի, ես ինձ ինչ։ Չէ։ Մենք գիտենք, որ այստեղ եթե ու մենք մտածում ենք այսպիսի բաներ։ Գիտեք, Աստված, որ ի տարբերություն աշխարհին, որ խոսք կա տալի ու չի կատարում, Աստված մեզ ոչ մի անգամ արտաքին խաղաղության մասին խոստումներ չի տվել։ Եթե ինչ-որ մեկը ասում է, որ դա այդպես պետք է եղնի, գիտեցիք, որ դա սուտ է։ Հավատացյալ մարդու համար արտաքին խաղաղության, ոնց որ ասում են, խոստում չի եղել ոչ մի անգամ ու ոչ էլ կեղնի։ Մի հատ օրինակ կբերեմ ձեզի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը Հովանու ավետարանում 16-րդ գլխի մեջ հետաքրքիր է, մեր Տեր Հիսուս Քրիստոսը 16-րդ գլխում, բացի դրանից, որ այնտեղ Սուրբ Հոգու գալստի մասին է խոսում, այնտեղ խոսում է հավատացյալ մարդկանց կյանքի մասին, ինչքան նեղություն ու դժվարություններ պետք է ունենան։ Կարդացեք 16-րդ գլուխը, խորհուրդ եմ տալի, Հովանու 16-րդ գլուխը, ու վերջում նայեք ինչ է ասում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը այն ամեն պրոգնոզները, այն ամեն բաները, ինչ որ նա ներկայացեց հավատացյալների համար, այսպես է ասում։ Հովանու 16-րդ գլուխ 33 համարը։ Իոաննա 16 глава 33 стих։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն կունենաք, բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մի անձնավորություն է, որն որ չի ծածկում մարդկանց վիճակը, ժողովուրդ, մեզի հանգստություն տալով, ոչ մի բան չի եղնի ձեզ հետ։ Այ դուք ընդունեցիք Քրիստոսին, սաղ կյանքդ ոչ կհիվանդանաք, ոչ դժվարության մեջ կեղնեք, ոչինչ չի եղնի ձեր կյանքի մեջ։ Ինչպես այսօր շատերը քարոզում են։ Բայց մենք գիտենք Տիրոջ խոսքը, այս Տիրոջ խոսքը ես ինձանից չհնարեցի։ Այստեղ գրված է, ասում է ինձանում խաղաղություն ունեցեք, բայց դա չի նշանակում, որ ձեր արտաքին ամեն ինչ լավ կլինի։ Նեղություններ կունենաք։ Նեղությունները պատերազմից էլ կգա, կռիվներից կգա, անխաղաղություն, եկեղեցու մեջ էլ միջև անգամ կարող է պատահի եղնի այդ բանը։ Մեկս մեկից նեղացնենք, մեկս մեկին ասենք ինչ որ մի բան, բայց քաջացեք, Տերը ասում է, որովհետև ես հաղթել եմ աշխարհը։ Ժողովուրդ, Աստված հաղթել է աշխարհը ու մեզ տվել է ուրախություն, հավիտենական կյանք։ Մեզ մի քիչ առաջ կարդացինք, այնտեղ երկնքում ինչ պետք է եղնի մեզ համար, ինչա պատրաստել Աստված մեզ համար։ Ինչքան է պետք մեզի այդ երկինք հասնելու համար, շատ քիչ ժամանակ։ Հարցրեք յուրաքանչյուր այ քիչ առաջ մենք լսեցինք, որ այստեղ քույրեր կան 80-85 տարեկան։ Իրանց հարցրեք, այդ երբ դարակ 85 տարեկան։ Ու կասեն, աչքերս թարթեցի, բացեցի, փակեցի, բացեցի, արդեն այսքան եմ։ Ես ինքս էլ կարող եմ 64 տարեկան մարդ եմ արդեն, ես կարող եմ ետ թռավ ես 64։ Ու ես գիտեմ, որ կգա ժամանակ, այնքան շուտ կգա ժամանակ, որ կիմանաք, որ արդեն ոնց որ մարգոն
այնտեղ հիմի պարկածը հաթեն մահացած մարմինը պարկածը մի օր էլ Համլետ է այդ վիճակի մեջ կեղնի ես այսինքն կլինեմ ես իսկ կյանքի բայց ես չեմ վախենում գիտեք ինչի համար որովհետև ես գիտեմ որ այն խաղաղությունը որ Աստված տվել է ինձ մեջ այդ խաղաղության մեջ երկու կարևոր բան է պարունակում ուշադիր լսեցեք երկու կարևոր բան է պարունակում չկա վախ ու չկա խորովություն չկա վախ ու չկա խորովություն մարդը ինչից է վախենում մարդը այո երբ որ լսում ենք պատերազմների լուրեր ինչից է վախենում Վախենում է, որ ինչ-որ մի հատ փող պետք է կորցնի, կամ թե չէ ես իմ տուն պետք է կորցնի, չէ, ամենամեծ վախը իր կյանքն է։ Մեզ այն յուրաքանչյուրը, ով էլ որ ընկնում է անխաղաղության մեջ, անխաղաղության պատճառը իմ կյանքն է, վայ ես պետք է մեռնեմ։ Հավատացյալ մարդ, դու եթե վախենում ես մեռնելուց, շատ մեծ խնդիրներ ունես քո կյանքի մեջ։ Որովհետև մենք գիտենք, որ երբ որ մենք մեռնելու ենք, այն ամեն ինչ որ հայտնության 21-րդ գլխի առաջի 4 համարում կարդացինք, այդ ամեն ինչը միանգամից մենք արդեն մտնում ենք այդ վիճակի մեջ։ Արցունք չկա, լաց չկա, մահ չկա, ուրիշ ոչ մի վատ բան չկա։ Մենք շարունակում ենք մնալ այս ֆիզիկական կյանքի մեջ, արցունք եղնելով, մահ եղնելով, ամեն ինչ եղնելով, ու մենք ավելի գերադասում ենք այս կյանքի մեջ մնալ, քան այնտեղ որտեղ որ չկա այդ ամեն վատ բաները։ Ու հետո ես ասում եմ ես հավատացյալ մարդ եմ, ու ասում եմ ես խաղաղություն ունեմ։ Համոզված եմ որ դա սուտ է։ Եթե իմ մեջ խաղաղություն կա, իմ մեջ չկա խռովություն։ Լսեք ինչ է ասում Հովհաննես 14-րդ գլխի առաջի 3 համարները։ Հետաքրքիր վկայություն մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որն մենք կամ պետք է հավատանք ու ասենք Տեր ամեն, այո է ամեն։ Ես հավատում եմ որ դա այդպես է, կամ պետք է կասկածենք ու ասենք ես գիտեմ, տենց բան կա թե չէ։ Ոնց որ մեկը ասեց, ասում է ինչ գիտես ասում, այնտեղ երկնքում բան կա թե չէ։ Ես հավատում եմ Աստծուն, բայց ասում եմ ինչի ես հավատում Աստծուն։ Ասում եմ որ խնդրեմ ու նա տա ինձ։ Բայց որ երկինք կա առաջի բանը 14-րդ Հովհաննես ավետարանը 14-րդ գլխի առաջի 3 համարներն եմ ուզում կարդալ, խնդրում եմ ուշադիր լսեցեք։ Իոհաննա 14 глава 1-3 стиха։ Տերը ինչ է ասում, ոնց է սկսում։ Ձեր սրտերը թող չխռովի։ Եթե դուք ձեր խաղաղություն ունեք, ձեր սրտերը թող չխռովի։ Աստծուն հավատացեք եւ ինձ հավատացեք։ Իմ հոր տանը շատ բնակարաններ կա։ Ապա թե ոչ ես ձեզ կասեի գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու։ Եվ եթե գնամ ձեզ համար տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ եւ ձեզ ինձ մոտ կառնեմ, որ ուր որ ես եմ, դուք էլ լինեք այնտեղ։ Հետաքրքիր է, չէ՞։ Տերը հիշեցնում է մեզի այս այն դժվար ժամանակը, երբ որ նեղություններ կար, երբ որ հրեաները հալածում են իրան ազգակիցներին քրիստոնեության պատճառով, ասում են ձեր սրտերը թող չխռովի։ Այսօր մենք քրիստոնեության համար չենք հալածում, ժողովուրդ։ Նայեք, այսօր մուսուլմանական երկրների մեջ է, որտեղ որ Իրանում է կամ բանում, ես հիշում եմ մի քանի տարի առաջ, երբ որ մենք կոնֆերենցիա ենք այնտեղ աշտարակում, մեր գնալու ժամանակ մի խումբ մարդիկ եկան, ես կարծեմ պատմել եմ, էլի մի անգամ կպատմեմ, կարծեմ որ դա ավելորդ չի եղնի, մի խումբ մարդիկ եկան, մենք հետաքրքրվեցինք, ովքեր են դրանք։ Ու ասացին դրանք իրանցիներ են, Պարսկաստանից։ Իրանցիներ են, որոնք որ եկել են, ինչի են եկել այստեղ, որ մկրտվեն։ Վահ, Իրանից եկել ասել որ մկրտվի, չէ, Իրանում ջուր չկա, չէ, ասում է, այնտեղ որ Իրանում մկրտվեն, իրանց կսպանեն։ Պետության մակարդակով, գիտեք, ունեն չի որ ինչ որ մուսուլմանները կբռնեն, չէ, պետությունը թույլ է տվել, որ եթե ինչ որ մեկը ուրանա իր հավատքը, մուսուլմանական հավատքը, քարկոծեցեք։ Ու ձեզի ոչինչ չի եղնի։ Պատկերացրեք, այս մարդիկ եկել էին որտեղից որտեղ, որ մկրտվեին ու հետո երբ որ գնալու են, մենք խոսացինք իրանց հետ, ասում են մենք չգիտենք։ Ամենամինիմումը, ինչ որ կարող է լինի մեզ հետ միասին, մեզի կբանտարկեն։ Բերդ կգցեն։ Մաքսիմում քարկոծեն։ Այն մարդը գալիս է որտեղից որտեղ մկրտվելու, գիտենալու որ հետ գալու ժամանակ կարող է պատահի իրան սպանեն կամ թե չէ բերդ նստեցնեն։ Այս ինչ հավատ պետք է եղնի, որ մարդու մեջ մարդը հասկանում է որ իր սիրտը չի, իր մեջ խաղաղություն կա, իր սիրտը չի կարող խռովել։ Ինքը գիտե որ Տերը արդեն պատրաստել է մեզ համար, պատրաստ են դեռ բնակարանները։ Ու համոզված եմ որ շատ ավելի կոմֆորտնի, շատ ավելի լավ, քան թե մենք այսօր ամենակոմֆորտ բնակարանները կարող ենք պատկերացնել, այնտեղ երկնքում։
ու հավիտենական ուրախության մեջ։ Վախը ինչ մեծ սարսափ է վախը, չէ՞, գիտեք։ Ինչից է վախը։ Այն մարդը, որն որ իրան հավատացյալ է կոչվում ու ինքը կպած է այս աշխարհից, ինքը անպայման վախ կունենա։ Արմատներ է վերցրել այս աշխարհի վրա։ Կպել է այնքան է կպել, որ այդ ծառը ոնց է, չէ, արմատները երբ որ խորն է, չէ, ինչ քամի, ինչ փոթորիկ էլ լինի, ծառը կմնա, չի կոտրվի։ Որտեղ արմատները շատ ուժեղ բռնել են։ Շատ անգամ հավատացյալը արմատներ է դրել էս բանի վրա, աշխարհի, այս կյանքի մեջը։ Ու ինքը ամեն ինչ անում է, որ չկորցնի այդ կյանքը, որտեղ որ իր արմատներն են։ Իսկ մեր արմատները, սիրելի քույր եղբայրներ, երկնքումն է։ Ընդեղ է մեր քաղաքականությունը։ Եթե ես ընդեղի քաղաքացի եմ, այ նայեք ինչքան մարդիկ են գալի, չէ, տարբեր երկրներից, բայց ով էլ որ գալիս է այստեղ, միանգամից իրանք չեն մնում այստեղ, ասում են, դե գնա եկա այստեղ մնամ, չէ, էլի վերադառնում են։ Ինչքան անգամ ենք մենք տնից դուրս եկել, ովքեր որ իր ընտանիքը սիրում է, ու իր ընտանիքը իր ոնց որ ասում են տեղն է, կարևոր տեղն է գրավում, ինքը ուր է որ գնա, իր միտքը ուշք ու միտքը իր ընտանիքն է, երբ պետք է վերադառնամ։ Եթե ես հավատացյալ եմ ու ես գիտեմ որ Տերը արդեն ինձ համար պատրաստել է, ինչ վախի մասին է խոսքը։ Եթե ես այսօր կարող եմ մեռնել, Առաջի Հովհաննես 4:18, դա կարդամ ու կվերջացնենք, որպեսզի մենք նորից եւ նորից մտածենք մեր կյանքի մասին։ 1 Иоанна 4 глава 18 стих։ Ուշադիր լսեցեք, վախ չկա սերի մեջ, այլ կատարյալ սերը հեռացնում է վախը, որովհետեւ վախը տանջանք ունի, բայց նա որ վախենում է կատարյալ չէ սիրո մեջ։ Հարցը գիտեք, այս շտեպցելի մեջ կողելու, մատը կողելու վախը չի, պետք չի կողել ընդեղ, կսպանի։ Բայց ոչ էլ ասու հանդեպ ունեցած վախն է, որ մենք պետք է ունենանք իրականում, որտեղ իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Բայց երբ որ մենք վախենում ենք ամեն ինչից, մենք չենք կարող խաղաղություն ունենալ մեր մեջ, որտեղ Աստծո տված խաղաղության կարևոր հատկություններից մեկը վախ չկա։ Չկա։ Իմ խաղաղության մեջ վախ ու խռովություն չկա։ Ու եթե մենք ունենք Աստծո խաղաղությունը, երանելի ենք։ Արեք մտածենք մեր կյանքի մասին։ Մենք ունենք գոհունակ սիրտ ամեն ինչի մեջ, միջև անգամ դժվարությունների մեջ։ Մենք ունենք Աստծո խաղաղությունը մեր մեջ։ Երբ որ գալիս է մահվան վտանգը, ամենասարսափելի վտանգը, ինչ ենք մենք զգում մեր կյանքի մեջ։ Այսպես բռնված ենք, թե մտածում ենք, ինչ է կեղնի։ Վերջի վերջով ես Տիրոջ մոտ եմ գնում, որովհետև այնտեղ չի լինի ոչ լաց, ոչ մահ, ոչ արդյունք, ոչ որևէ մի ուրիշ վատ բան, ինչ որ ես վերապրում եմ այս ֆիզիկական կյանքում։ Տերը օրհնի բոլորիս, թող միշտ փառավորվի, հիմա եւ հավիտյանս հավիտենից, ամին։ Եկեք ոտքի կանգնենք, աղոթք կանենք։ Նախ շնորհակալություն հայտնենք Աստվածանից, որ Աստված այսքան ողորմած է, որ մեր մեջը, բացի դրանից, որ հավիտենական կյանքի հույս է դրել, նաև տվել է այս գոհունակ սիրտը։ Եթե կա իհարկե, նորից եմ ասում, սա կարևոր է, որ մենք քննենք։ Քանի դեռ ամեն ինչ լավ է, մեր կյանքի մեջ դժվարություններ չկա, մենք կարող ենք փառք տալ Աստծուն։ Եվ դա լավ բան է, որ դու փառք ես տալի Աստծուն։ Որտեվ գիտես որ միջև անգամ խաղաղություն, այս ոչ մի խնդիրներ որ չկա, դա էլի Աստվածանից է։ Բայց երբ որ մեր կյանքի մեջ գալիս են դժվարություններ, անխաղաղություններ եւ ուրիշ բան, ինչ վիճակի մեջ են գտնվում մենք։ Սկսում ենք բողոքել, տրտնջալ, թե նորից ենք գոհունակ սիրտ ունենում, ինչպես Դավիթն էր նեղության մեջ, ինչպես Պողոսն էր տանտի մեջը։ Կարող ենք մենք ասել, մենք պատրաստ ենք օրհնելու Աստծուն ամեն անգամ ու շնորհակալություն հայտնելու նրանից։ Ունենք թե չէ մենք խաղաղություն մեր մեջը, Աստծո տված խաղաղությունը, որտեղ որ կա երկու կարևոր հատկություն՝ չխռովել ու չվախենալ։ Եթե կա, ուրեմն երանելի ենք ու արդեն կամաց Աստծո պատկերը, Աստծո որոշած պատկերը որպես հավատացյալ մեր կյանքի մեջ կա։ Աղոթք